Եթերում Կիրակնուրը հերթապահ մասի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Նախարար Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում։ Ժամանակակից ամենագնացներն ու հրշեջ փրկարարական մեքենաները տրամադրվել են փրկարարծառայության տարածքային ստորաբաժանումներին։ Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծելով, որ այդ ուղղությամբ տիկին դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպան Քվինի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։ Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, նախարարը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։ Դեսպան Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագործակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին եւ նախարարության թիմին։ Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաեւ մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել TRIP նախագծի իրականացման, նախարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ, ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը։ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին, կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը, կարևորելով փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկ Մարդիսալու Կահարին։ Նախարար Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է վիզաների ազատականացման, բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Թվայնացումը դիտարկելով որպես պետական առաջնահերթություն, նախարարն անդրադարձել է դրա փուլային իրագործման ուղղված ռազմավարական քայլերին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը։ Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը, նշելով, որ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանում Էստոնիայի դեսպանություն բացելու ուղղությամբ։ Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը, կարևորելով փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի անհրաժեշտությունը։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը։ Ժամանակակից ամենագնացներն ու հրշեջ փրկարարական մեքենաները տրամադրվել են փրկարարծառայության տարածքային ստորաբաժանումներին։ Քաղաքացու անվտանգության ապահովումը պահանջում է շարունակական ներդրումներ եւ ժամանակակից լուծումներ։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում պարբերաբար իրականացվում է տեխնիկական վերազինում։ Նոր սերնդի ամենագնացներով եւ հրշեջ փրկարարական մեքենաներով է համալրվել փրկարար ծառայությունը։ Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ փրկարարական եւ կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի խոսքով ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ամենագնացներն ու հրշեջ փրկարարական մեքենաները հնարավորություն կտան առավել արագ եւ օպերատիվ արձագանքել ահազանգերին։ Ներկայացված է եղել 3 ներդրումային ծրագրեր։ Առաջին ներդրումային ծրագրով 25 թվականին երկու փուլով գնվել են հրշեջ փրկարարական մեքենաներ եւ արագ արձագանքման մեքենաներ։ Առաջին ներդրումային ծրագրով շուրջ 640 միլիոնի գնում է կատարվել պետական բյուջեով, փրկարարական ուժերի վարչության կողմից կիրականացվեն դասընթացներ, հատուկ դասընթացներ վարորդների եւ անձնակազմի համար, որից հետո նոր գնված մեքենաները կդրվեն մարտական հաշվարկի։ Ամենագնացները բազմաֆունկցիոնալ են, հագեցած հրշեջ սյունակով հիդրանտին միանալու հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ սպասարկել կենցաղային կանչերը, այլև իրականացնել մեծածավալ հրդեհաշիջման աշխատանքներ, այդ թվում դժվար անցանելի վայրերում։ Հրշեջ ավտոմեքենաները ունեն 3500 լիտր ջրի տարողություն եւ 1500 լիտր փրփրահեղուկի տարողություն եւ համալրված են համապատասխան գույք սարքավորումներով անհրաժեշտ արձագանքման համար։
իսկ արագ արձագանքման մեքենաները համալրված են 250 լիտր ջրի տարողությամբ եւ 25 լիտր փրփրայեղուկի տարողությամբ։ Սա հրշեջ պոմպն է, որը նախատեսված է հրդեհաշիման ժամանակ ջրի մղման գործողություններն անում, ինչպես նաեւ հրշեջ սյունակից կամ այլ ջրաղբյուրից ջուր վերցնելու ընթացակարգն է իրականացնում։ Այստեղ նախատեսված են անհրաժեշտ գույք սարքավորումները, որը որ հրդեհաշիժման ժամանակ օգտագործվում է։ Այստեղ կան փոխանցման մանեկներ, կրակմարիչներ, ինչպես նաև շարժական գեներատոր։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեխնիկական սպառազինությունը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը։ Տեխնիկական բազայի արդիականացման ու անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումները շարունակական են։ Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ եւ համակարգված արձագանք ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է օպերատիվ կառավարման կենտրոնը, որը մեկտեղում է ոստիկանության եւ փրկարար ծառայությանն ուղղված զանգերը։ Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ եւ արդյունավետ կլինի։ Այն թույլ կտա ապահովել ոստիկանների եւ փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը, նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։ 112 մեկ զանգ, արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Շարունակելով թողարկումը առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Հունվարի 11-ին ժամը 4:26-ին ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։ Ահազանգով մեկնել են համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4:55-ին Գայ գյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ Վաղաշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի եւ Ջանֆիդա գյուղերի բնակիչ 28-ամյա երկու տղամարդիկ։ Հետագա միջոցառումներով ստացվել են տվյալներ, որ նրանք գողության էին եկել Պրոմակնիշի ավտոմեքենայով եւ ուսումնասիրել տարածքը։ Պարզվել է նաեւ, որ այս ընթացքում առանց համարանիշի BID մակնիշի մի մեքենա էլ Գայ գյուղից դիմել է փախուստի եւ ինքնավթարի ենթարկվել Էջմիածին Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի հատվածում։ Արմավիր գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը ձերբակալվել ու նույնպես տեղափոխվել է բաժին։ Վթարված մեքենայի սրահում ոստիկանները նկատել են դիմակ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ Գայ գյուղի Իսահակյան փողոցում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինք ձեռնոցներ, դիմակներ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Ձերբակալվածներն ընդունել են, որ փորձել են վճարային տերմինալից գողություն կատարել։ Դեպքի արդի Վաղաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 3-ն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենաները պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ սա այս խմբի միակ հանցարարքը չէ։ Թալինի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ դեկտեմբերի 28-ին գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում 36-ամյա տղամարդն ու Ջանֆիդա գյուղի 28-ամյա բնակիչը կոտրել են Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող վճարային տերմինալի փականը եւ գողացել 496,000 դրամ։ Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ այնուհետև դեկտեմբերի 30-ին գիշերվա ժամը 3-ի սահմաններում BID մակնիշի ավտոմեքենայով եկել էին Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղ։ 36-ամյա վարորդը սպասել էր մեքենայում, իսկ 28-ամյա ուղևորը անկյունահղիչով կտրել էր վճարային տերմինալի փականը եւ գողացել արկա գումարը։ Նույն խմբով գործել էին նաեւ հաջորդ օրերին դեկտեմբերի 31-ին գիշերվա ժամը 3:30-ի սահմաններում Լեռնագոգ գյուղում, իսկ հունվարի 2-ին գիշերվա ժամը 5-ի սահմաններում Ծիածան գյուղում վճարային տերմինալներից գողացել էին գումարը։ Նախաքննությունը շարունակվում է։ Հունվարի
Հունվարի 15-ին ժամը 21:30-ին ոստիկանության գվարդիայի ծառայողները Մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ, իջել է մեքենայից եւ ինչ-որ բան է փնտրում։ Տղամարդը նկատելով իրավապահներին նստել է մեքենային եւ դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ եւ վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով կանգ առ հրահանգին, վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Գվարդիայի ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի առաջին նրբանցքում Mercedes-ի վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից եւ դիմել փախուստի, ինչը սակայն կանխվել է։ Մայրաքաղաքի բնակիչներ 34 եւ 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվելու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.92 գրամ փոշենման զանգված, որը ըստ նրա կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Վրաերթից վնասվածքներ ստացած գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում բնակվող օտարերկրյա քաղաքացին տանը պահում, պատրաստում եւ իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հունվարի 15-ին 41-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ նույն օրը տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն։ Հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով տարաներ, եթերայուղի նմանվող հեղուկով սրվակներ, մոխրացած հետքերով գլանակներ, ներարկիչներ, տարբեր հարմարանքներ, կշեռքներ, աղաց, պինդ զանգված, մոտ 35 գրամ վարդագույն փոշենման զանգված, ավելի քան 2 կիլոգրամ արմատանման դարչնագույն զանգված։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ազատ Սրապյանը Պարեկի համազգեստով այն սկզբունքային ծառայողն է, որի մեջ գերիշխում են պետականակենտրոն մտածողությունը եւ քաղաքացիամետ մոտեցումը, իսկ համազգեստից դուրս որպես մարզիկ պայքարելու ու հաղթելու անսպառ ձգտում է։ Բասկամարտից Պարեկային ծառայություն, համազգեստից դուրս Ազատ Սրապյան։ Առաջին հայացքից ամեն ինչ սովորական է։ Հերթափոխը սկսվում է, պարեկներն անցնում են ծառայության։ Նույն համազգեստը, նույն հստակ ու հավաք պահվածքը, իսկ հիմքում նույն նպատակը։ Հենց այս օրինակ առօրյայում էլ դրսևորվում է ներպետական անվտանգության ապահովման գործում նրանց պատասխանատվությունը։ Երևանի գնդի պարեկ Ազատ Սրապյանի դեպքում պատասխանատվությունը սակայն ստուգվում է նաև այլ միջավայրում՝ մարզասրահում։ Նրա կենսակերպին անծանոթ մարդ է դժվար թե գուշակի, որ իր դիմաց ձեռնամարտի աշխարհի չեմպիոն է։ Սպորտը Ազատին սովորեցրել է արձագանքել արագ ու հավասարակշռված, վերահսկել իրավիճակն ու երբեք չզիջել սկզբունքները։ Ոստիկանության համակարգում 2021 թվականից է։ Իսկ ինչի համար փորձեցես, սիրում եմ իմ երկիրը, դրա համար փորձում եմ իմ հնարավորության չափով օգնել իմ պետության կայացմանը։ Ազատ Սրապյանը ստանում է համապատասխան հանդերձանքը, ստուգում յուրաքանչյուր դետալ եւ դուրս գալիս ծառայության։ Նա շրջում է քաղաքում, նկատում ամեն մանրուք եւ արագ արձագանքում ցանկացած իրավիճակի։ Վստահեցնում է, ծառայությունը ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում, այլև մշտական հսկողություն, վճռականություն ու պատասխանատվություն, նաեւ յուրաքանչյուր քայլի հետևանքները գնահատելու կարողություն։ Երբ որ նոր էինք սկսել ծառայությունը, Գևյան կամուրջից երիտասարդ ուզում էր գցել իրան։ Փորձում էինք կոնտակտի մեջ մտնել երիտասարդի հետ, ես նկատեց, որ ինքը ուզում է ձեռքերը բաց թողնել։ Իր ձեռքերը բաց թողնելու իմ իր ձեռքից բռնելը միաժամանակ տեղ ունեցավ։ Մի անգամ ձեռնաշխտանց հանեցի, իմ ձեռքին կապեցի, իր ձեռքին կապեցի, որպեսզի այդ վիճակով կախված մնամ, մինչև օգնությունը էլի ժամանի։ Փրկարարությունը մոտիկացավ, միացել ուժերով քաղաքացուն դուրս բերեցինք։ Կազմակերպվածությունը, վերահսկողությունն ու սառնասրտությունը, որոնք Ազատը ձեռք է բերել մարզական կյանքում, ծառայության մեջ դարձել են նրա անհատական գործիքները։
Մարզվելիս հատուկ ուշադրություն է դարձնում ռազմավարությանը եւ տեխնիկային։ Յուրաքանչյուր վարժության հիմքում իրավիճակի ճիշտ գնահատումը, մրցակցի գործողությունների կանխատեսումը եւ առավել արդյունավետ արձագանքի ընտրությունն է։ Ազատի համար սպորտում ձևավորված տեխնիկան եւ հղկված ռազմավարական մտածողությունը ժամանակի ընթացքում դարձել են ռեֆլեքսներ, ծառայության մեջ օգնելով գնահատել ու կանխել ցանկացած վտանգ, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Երբ առաջին անգամ Հայաստանի մեծահասակների առաջնությունում գրավեցի առաջին հորիզոնականը, ավելի մոտիվացվեցի, որ այսօր պիտի լինեմ առաջնակարգ դիրքերում։ Վառ օրինակն էր աշխարհի առաջնությունը, որ գրավեցի առաջի հորիզոնականը եւ դարձա աշխարհի չեմպիոն։ Ազատ Սրապյանը Պարեկի համազգեստով այն սկզբունքային ծառայողն է, որի մեջ գերիշխում են պետականակենտրոն մտածողությունը եւ քաղաքացիամետ մոտեցումը, իսկ համազգեստից դուրս որպես մարզիկ պայքարելու ու հաղթելու անսպառ ձգտումը։ Նրա պատմությունը ոչ միայն անձնական հաջողության օրինակ է, այլև հիշեցում, որ երբ ուժը, գիտելիքն ու կամքը միավորվում են հայրենիքի հանդեպ սիրո հետ, արդյունքը միշտ նույնն է՝ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ ծառայություն։ Խնդրեմ, ծանոթացեք, ստորագրեք։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ 18 տարեկանից սկսած։ Իսկ ֆիզիկական պատրաստվածություն կարևոր է։ Իսկ վարորդական իրավունքը պարտադիր է։ Պարտադիր է։ Իսկ եթե չունեք, ժամանակ կտանք, սովորեք եւ ձեռք կբերեք։ Իսկ քաղաքացիությունը պարտադիր է։ Պարտադիր է։ Վստահիր քեզ, միացիր մեզ։ Իսկ ես կարող եմ բարեկ դառնալ։ Երևի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարում է բարեկային ծառայության ընդունելություն։ Կիբերմարտահրավերի հերթական թողարկմանը ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը ներկայացնում է, թե ինչպես են զեղծարարները կեղծ հաշիվների միջոցով թիրախավորում քաղաքացիներին, ներկայանալով իրավապահ կառույցի աշխատակից։ Ձեր ֆինանսական միջոցները վտանգված են։ Ահա նմանատիպ նախադասությամբ զեղծարարները վերջի շրջանում թիրախավորում են մեր քաղաքացիներին։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Տարբեր հեռախորհրդակցության համակարգերում, WhatsApp-ում, Telegram-ում, Viber-ում զեղծարարների կողմից ստեղծվում են կեղծ հաշիվներ, ընդ որում այդ կեղծ հաշիվներում տեղադրում են հանրության շրջանում հայտնի որևէ անձի լուսանկար կամ նրանց թիրախում գտնվող քաղաքացու ազգակցական կամ ընկերական կապերից որևէ անձի լուսանկար։ Այնուհետև տվյալ կեղծ հաշվի միջոցով կապ են հաստատում քաղաքացու հետ։ Նշում են, որ վերջիններս գտնվում են իրավապահ մարմինների հսկողության ներքո, տվյալ դեպքում ոստիկանություն կամ ազգային անվտանգության ծառայություն։ Այնուհետև խնդրում են, որ վերջինս իր ֆինանսական միջոցներով օգնություն ցուցաբերի իրեն, քանի որ տվյալ քաղաքացին եւս կարող է հնարավոր ֆինանսական վնասներ կրել։ Այն քաղաքացին, ով վստահում է նման հաղորդագրությանը, շարունակում է նամակագրություն վարել զեղծարարի հետ եւ զեղծարարները քաղաքացուն են փոխանցում մեկ հեռախոսահամար եւ ասում են, որ վերջինիս հետ կապ կհաստատեն իրավապահ մարմնի ներկայացուցիչները։ Այնուհետև կրկին զեղծարարների կողմից զանգ է կատարվում տվյալ քաղաքացուն, վերջիններս ներկայանում են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կամ կենտրոնական բանկի աշխատակից եւ զեղծարարները հորդորում են քաղաքացուն կանխիկացնել իրենց ֆինանսական ակտիվները տարբեր բանկերից կամ ֆինանսական հաստատություններից եւ դրանք փոխակերպել կրիպտոակտիվների եւ պատճառաբանում են, որ նման եղանակով վերջիններս զերծ կմնան իրենց ֆինանսական կորուստներից, այսինքն պետական մարմինների կողմից նշված ֆինանսական միջոցների վրա կալանքներ հետագայում չեն դրվի։ Այն քաղաքացիները, որոնք վստահում են այդ զեղծարարների տված տեղեկատվությանը, փոխանցում են այդ ֆինանսական միջոցները տարբեր կրիպտոհաշիվներին եւ դրանովից զրկվում իրենց ֆինանսական միջոցներից, այսինքն զեղծարարները կարողանում են հասնել իրենց վերջնական նպատակի, այն է հափշտակել մեր քաղաքացիների մոտ առկա ողջ ֆինանսական միջոցները։ Հարգելի քաղաքացիներ, եթե ստացել եք որևէ հեռախոսազանգ եւ այդ հեռախոսազանգի ընթացքում որևէ անձ ներկայանում է որևէ պետական մարմնի աշխատակից, ոստիկանություն, քննչական կոմիտե կամ ազգային անվտանգություն ծառայություն եւ ձեզանից այդ աշխատակիցը ենթադրյալ պարտադրում է, որպեսզի դուք
կանխիկացնեք ձեր ֆինանսական միջոցները եւ փոխանցեք այլ հաշիվների, մի վստահեք նման հեռախոսազանգերի։ Նմանատիպ հեռախոսազանգերի ետևում կանգնած են զեղծարարները եւ նմանատիպ հեռախոսազանգ ստանալու դեպքում խնդրում ենք այդ տեղեկատվությունը փոխանցել իրավապահ մարմիններին։ Պարզապես պետք է հիշել մի պարզ բան. իրավապահ մարմինները հեռախոսազանգ կատարելիս հաղորդակցվում են հայերեն լեզվով, սակայն չի բացառվում, որ հանցագործները տիրապետեն նաև հայերեն լեզվի եւ հաղորդակցվեն նույնիսկ հայերեն լեզվով եւ ներկայանան որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ, այս պարագայում անհրաժեշտ է գիտակցել այն, որ իրավապահ մարմինը երբեք հեռախոսազանգի միջոցով իրավունք չունի եւ չի պարտադրի որևէ քաղաքացու, որ վերջինս իր ֆինանսական միջոցները կանխիկացնի տարբեր բանկերից եւ փոխանցի այլ հաշիվներ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։